Հուսամ ձեզ մոտ ամեն բան լավ է, մենք լավ ենք, դուրս ենք եկել նախաճաշենք, ես, Կրիստինան, Արտուրն ու Էրիկը, Վիկտորյան չցանկացավ, այնքան ցուրտ է ստիպված այսպես աբադոկ եմ դրել, որպեսզի ականջներս չսառի թեպետ արև է, բայց մեզ մոտ արդեն այն շրջան է, որ կտրուկ սաստիկ սառայի քամիներ են, երեխաներին տակ հագցրեցի, Կրիստինա լացում է գլխակ չի ուզում դնել, այդպես ամեն մեկս մի կերպ գնում ենք։ Ինչ է եղել է, ինչ է Էրիկ դր մամայի, պապա քեզ է տալիս, պապա Այ Լեքսի պապայի Դեք ես ինչ չագար, ով արել Ով արել հիլքսիս տուր աղջիկներին, ով արել Դու? Հա դու խես լացել, լարի աչկ ես սրպեն Լավ ես? Ուր ես եկել, Կրիստ? Լուրի պապեն, են պխա պապեն Ուր ես եկել? Չես ասում? Եկել ես չուրը ուտես? Սիրում ես դու չուրը? Հա? Դե տենց մի արա, դու սիրուն աղջիկ ես, ինչ ես տենց անում? Դե մի հատ պաչիկ կարել է, մի հատ պաչիկ կանես, չես ընդ, նայ Չես ընդ, ձերքով գիլի Սիրուն չես անում, վայ քեզ լավ չես պահում Կցել եմ սարը, դուք է Լավներ, տամ էլ են Համովա Նախաճաշեցինք, վերջացրեցինք Solo cuando era mi cumpleaños mío solo en el de Carrefour, Alba ha venido Sí y fueron Կրիստին, ստեղ բայց ցուրտ է Աղջիկներս նախաճաշեցինք, Արտուրը պետք է գնար 1-2 ժամով աշխատանքի Հա ջան y tenía 6 lobos yo. Sí ¿Te acuerdas? Այն էլ ինձ թվաց թե մի քիչ եղանակը տաքացել է Հա, բալես, հա Ինձ թվաց թե տաքացել է, ասացի բերեմ մի փոքր էլ այգի, ոչ Այստեղ ավելի սառն է, ցրտոտ է Մյուս այգին ավելի տաք էր, որտև այնտեղ արևը գոնե շատ են գնում Այն էլ Կրիստինան այստեղ ցանկացավ, այստեղ էլ ուй շատ սառն է Մի փոքր կճոճորվենք ու կգնանք տուն, ուղղակի այստեղ այնքանով էլ է, որ ճոճորաններ կա Իսկ մյուս այգին ավելի մեծ է, բայց ճոճորաններ չունի Ան փոքր ճոճվեն Կգնանք տուն, չէ Կրիստինա, շատ չենք մնա, որտև ցուրտ է, բալ Բալ է? Արի Արի Էրիկ, Էրիկն էլ չուր ընկել է իր կուրտկան ամբողջությամբ ձեթ է արել Գգ Էրիկ լայսը Գգ Գգ Mama. Eso
վերցինք այս մյուս կողմ, արդեն մամայի հետ ենք ծոջացում։ Լավ է, ջան։ Այրիկին մի րոպե մենակ չի կարելի թողնել, որ թողնում ես, վերջ։ Որտեղ միտքը պատահեց, մտածեց, այդտեղ էլ գնում է։ 4 կողմն էլ փողոց է, վախենալու է, թե պետք այգին փակ է, բայց ելքը գտնում է դուրս գալու։ Բայց սարն է, փոքր խաղանք ու կգնանք, որովհետև արդեն քիթիկներն երիկի իր գործն անում են։ Թե պետք տակ են հակած, բայց սարել է։ Այս հատվածներ ամբողջը ջուրայի ձիթայուղ է արել, տեսնենք ոնց ենք մաքրելու։ Ոնց ենք մաքրելու, տղա։ Կրիստին դու լավ ես։ Ապրի, Կրիստիան մեծացել արդեն մենակով է ճոճվում։ Չէ՞ Կրիստ։ Աղջիկներս, վերջ։ Տեսեք այս կողմը արև է, դրա համար է ասում, որ այս այգում, մյուս այգում ավելի եղանակը արևոտ է։ Հիմա գնանք մեզ մոտի տնտեսական խանութը, նկարչության համար ալբոմ վերցնենք, որտեղ որ հենց արդեն նկարները, որ երեխաները պետք է գունազարդեն։ Դա վերցնենք ու գնանք տուն զբաղվենք, թեպետ շատ ունեն, ուղղակի հասկանում եմ, որ հոգնում են, եթե տեսնում են աչքի նույնը, մյուսը կպահեմ, դա կտամ, կխաղան, հետո մյուսը նորից կօգտագործեն։ Ինչ Կրիստ։ Ոգե պապան նորին է։ Պապան գնացել է գործի, ձակ։ Նորին է։ Մի քիչ կմնա կգա։ Հետո որ իրիկունը տակ լինի, կգնանք էլի կխաղա։ Վալե, ման կգանք այդ անգամ պապայի հետ։ Եղա։ Հա, բայց mucho no, solo papel para pintar, ¿vale? Այդ տեսնենք ինչ կա։ Տեսեք մեզ մոտ խանութը փակվում է, որովհետև վերևում իր բարձրահարկ շենք են կառուցելու։ Այդ իսկ պատճառով պետք է տեղափոխվեն ու փակվում է։ Ու ամեն բան կես գին է դարձել, էժանացրել են։ Բայց մենք ամեն ինչ ունենք, հետանիվն ունենք։ Մամա ստնոտեն նո։ Հաձը։ Նոտինը։ Թե ասա այել են ջան, ինչ ես իրանց հետ գալիս խանութ, ինչ տեսնում վերցնում են։ Ամենակարևորը, ինչը որ եկել ենք վերցնելու, դա վերցնենք ու հուսամ կգնանք տուն։ Vamos, Cristi։ Այր ես աստեղ անայ։ Մամա։ Այ այս գրքերի հետ եմ, գրքեր են, տտրեր են։ Մամա։ Տեսնենք որն ենք ընտրում։ Հա, դու էդի ունես, չէ՞։ Արի որ նկարում է, դրանցից վերցնենք, տեսնենք ուր է որ նկարում ես։ Բայց լավ բաներ չի մնացել, հա Կրիստ։ Տեսնենք ես ինչ է։ Ֆլամենկոները դուք եսի հաստատ չեք ուզեն, հա։ Բայց ձեզ ինչ վերցնենք, որ նկարեք։ Հա։ Աղջիկներս, գնում ենք տուն, վերջապես։ Մեկ-երկու բան գնեցինք երեխաներին ու հետանիվ ենք տեսել Երիկի համար։ Փոքրի շատ հարմար է, թեթև է։ Հա, քո համար են, Կրիստինա ջան։ Հա, մի խոսքով խնդրեցի, որպեսզի պահեն, Արտուրը երեկոյան կգա գնայի։ Տղամարդու աչքով մի հատ նայի տեսնի հարմար է թե ոչ ու երեկոյան կգնենք։ Հա ջան։ Մի խոսքով սառած հասանք տուն, թեյ խմենք, մի փոքր հանգստանանք, երեխաների հետ դաս անենք ու գնանք լողանանք, պատրաստվենք, մինչև այդքան անենք, արդեն մոտը կընկնի ու պատրաստվենք քնելու, հասկանամ այսօր ինչ ենք պատրաստել։ Մամայի հետ սուրճ խմեմ, դրսի սուրճը ոչ մի բան չի ասում։ Մամայի հետ սուրճ խմեմ, Երիկը քնի ու անցնենք մեր գործերին։ Աղջիկներս, վերջապես եկանք տուն։ Սա եմ վերցրել, տեսեք, այստեղ նկարն է, իրենք նույն կերպ կարող են եւ նկարել եւ հետևի մասում, հա, հետևի մասում այսպես տիպ է, որոնք որ կարող են ինչպես իրենք են ուզում փակցնեն։ Բայց ասի մենակ աղջկան, նա բա տղային
Էսի տղային է, բաղ չկան ուրա։ Թե էսի պիտի մենակ նկարես։ No sé cómo hacer estilos. Լավ է, դի հետո ընթացքում կնային։ Este para pegar. Ու կարաս կարդաս, տես, նայ, Los días de lluvia, Martina, Coger Paragua, ասում է, չէ քեզ ինչ անես, ասում է, անձրևի օրերին, Martinան, հակնում է, վերցնում է անձրևանոցը, հակնում է անձրևանոցի համար նախատեսված կոշիկները, Sale y pisar Չարկո, որ դուրս գա ու չարկո անի, որ դուրս գա ու ջուրիկի մեջ թրվրա, չէ? Այսպիսի բան եմ վերցրել կամանց, Վիկտորիա, մի գորա։ Yes, tennis գնում։ Դու գնում ես թենիսի, այս կողմը մնաց ոնց որ թվիկ։ Ատեկի։ Դու գնում ես թենիսին, էսի ուրեմն դու ես։ Էսի պիտի սիրուն սարքես։ No pasa nada, էսի դու պիտի ուրեմն սարքես, չէ Վիկ։ Որովհետև ես տենիսը գնում եմ։ Ահա, որովհետև դու թենիսի ես գնում։ Եվ այսպիսի գունավոր գրիչ եմ վերցրել ու Կրիստինան իր ու Վիկտորիայի համար չգիտեմ, սա ինչ է, ոչ Վիկտորիա, էս ինչ է։ Como plastilina slime։ Բայց ուրիշ ձև է, նայսի ավելի լավն է Վիկտորիա ոնց որ։ Դե սիրուն բան սարքի, խելոք։ Վիկտորիա, խելոք։ Դե սիրուն բաներ սարքիք, մի փչացրու Վիկտորիա։ Դες տալիս է աստեղ, որ դուք ինչեր կարակ անեք, տեսնե։ Հետո որ գնամ ուրիշ գույնը կառնեմ, բայց դուք արդեն փչացնում եք։ Պիտի չփչացնես, չէ Վիկտորիա։ Օրինակ գուսանիտոն սարքեք։ Գուսանոն սարքեք։ Gusanito։ Դե արի։ Կրիստինա, դու էլ որն ես անում, էլի գուսանոն։ Բա։ Հա։ Էրիկս արդեն քնելու ժամն է ավելի ճիշտ ու իրեն մի բան պետք է տամ ուտին, որ գնա քնի, քանի որ այս վերջի 2 շաբաթը հրաժարվում է ուտելիքից, միակ բանը, որ իրեն կարող եմ տալ քիչ թե շատ ուտում է, դա միրգն է հարված վիճակում, հիմա խնձոր եմ դրել, բանան և 2 ելակ, սա կհարեմ կուտի ու կգնա քնելու, հուսամ վեր կկենա, հացը ճաշը կուտի, ինչը որ խիստ կասկածում եմ, սա կհարեմ կուտի ու գնացին քնելու։ Սուրճի ժամ է, հիմա ինձ մամային սուրճ դնենք, ես հագուստով կսպողվեմ, հագուստը կդնեմ իրենց տեղերում, մաման Կրիստինան ուզում է, որ մաման իրեն այս անգամ լողացնի, այդպես ասում է, հիմա կգնա կմտնի ջուրը ու կսկսի լացել, կանչել մամա, ինչևից է, սուրճը պատրաստենք, սուրճը խմենք, մեր այսօրվա էներգիայի չափաբաժինը ստանանք, եկատուն Էրիկը քնեց, երեխաների հետ մի քիչ խաղացինք, հետո հաց կերանք, հիմա սուրճը Վիկտորիան մաթեմատիկան է անում իր, մի փոքր կհանգստանանք ու արդեն կանցնենք հացի պատրաստման, այստեղ միսն եմ դուրս բերել, որպեսզի կոտլետ պատրաստեմ, սուրճը լինի խմենք, վերջա, չգիտեմ թե սուրճի Այ չգիտեմ թե կոտլետի հետ ինչ պատրաստեմ աղջիկներս, միակ տարբերակը կամ կարտոֆիլն է, որ այսօր չեմ ուզում, կամ մակարոնն է, կամ գրեչկան այն օրներ, 3 բրինձներ, այսօր չգիտեմ ինչ, ախր վատն այն է, որ իրենք բանջարեղենով ոչ մի բան չեն ուտում, եթե բանջարեղեն լիներ, օրինակ սմբուկը, կարմիր պղպեղը, սոխս, կտապակը, այդպես շատ համեղ կլիներ կոտլետի հետ էլ, որպես Կարնիր ավելի թեթև կստացվեր, բայց քանի որ չեն ուտում, ստիպված պետք է կամ մակարոն, կամ բրինձ, կամ գրեչկա, այլ տարբերակ չկա, կամ կարտոֆիլ տապակած,
Երևի սպագետի կպատրաստեմ, տեսնեմ, ինչևից է, հիմա սուրճի խմենք, երեխաներին լողացնենք, հագուստը դնեմ իրենց տեղերում, արդեն երեկո կլինի, Արտուրը կգա խանութից պայմանավորվեցի, որպեսզի հեծանիվը վերցնեն, Արտուրը գալու է ծերիկի համար հեծանիվը կվերցնի, որովհետև թեթև էր հարմար է, հա, դուրս գնալու համար, իհարկե անձրևոտ ժամանակ բնականաբար բացառվում է, բայց այսպիսի օրերին դպրոց, մանկապարտեզարական զբոսանքի դուրս գալուց շատ հարմար է։ Կվերցնենք գատուն, ես մեկ էլ չեմ ուզում դուրս գալ, որովհետև եթե մի հատ էլ դուրս գամ, արդեն երեխաները ինձ կիսով չափ կտանջեն, ավելավ է ես տանը, տան գործերի մամայի հետ, մինչև թե Արտուրը կգա ու կվերցնի։ Երեխեք, եկեք միասին սրճելու, սուրճը պատրաստ է, ինձ ու մամային այստեղ տորթ եմ դրել մի փոքրիկ կտոր, այնտեղ Կրիստինան արդեն լաց է լինում, որ չի ուզում լողանալ, հետևաբար ես պետք է լողացնեմ, ես ասում եմ չէ, որ կանցնի 2 րոպե, կասի կամ չեմ ուզում, կամ մաման լողացնի, հիմա կարևոր է սուրճը խմենք, հետո անցնեմ այդ մնացած կարևոր ու դժվար գործին։ Եկել եմ երեխաների սուպիկը պատրաստեմ, այստեղ սունկ եմ դրել, 1 գազար է, լոլիկն եմ մաքրել, սոխը և իտմիկն է։ Հիմա այս ամենը կտրատեմ, սկզբում սոխը կտապակեմ գազարի հետ, մի փոքր, հետո կավելացնեմ սունկը, դդմիկը, լոլիկը և լոլիկը վերջում եմ դնում, որովհետև լոլիկի թթվայնությունը մնացած բանջարեղեններին չի թողնում, որպեսզի լավ եփվի։ Կավելացնեմ, վերջում էլ սպագետի կամ բարակ տեսակի մակարոնը կավելացնեմ և վերջ, հավի միսը ինձ մոտ արդեն եփված է, դա կդնեմ ու կտամ երեխաները կուտեն։ Վերջ աղջիկներս, բանջարեղենները և միսը ավելացրել եմ, միսը և բանջարեղեններն արդեն ավելացրել եմ, որպեսզի մի փոքր եփվի և կավելացնեմ արդեն այս տեսակ բարակ մակարոնները։
Երբ որ մակարոնն ավելացնում եմ, ընդամենը թողնում եմ գրեթե 3-4 րոպե եւ անջատում եմ, որպեսզի հետո ջուրը քանի որ տաք է լինում, մակարոնը ավելի բացվում ու լղկում է։ Իսկ երբ որ լցնում ես ու անցնում է 2 րոպե անջատում ես, հետո ապորի մեջ այսպես հատ-հատ մնում է ու կարևորը որ չի լղկում, հա։ Մի տեսակ որ լղկում է ապորի համը ու տեսքային չէ։ Մեզ մոտ արդեն ուշ երեկո է, դիմահարդարում ես մաքրել եմ, պատրաստվել եմ քնելու, որովհետև վաղը առավոտ 9:26 ես եմ բժշկի, այնուհետև 11:00 կեսել Էրիկա, այդ ընթացքում պետք է հասցնեմ երեխաներին տանեմ դպրոց, Վիկտորիան մի փոքր վատառողջ է, եթե վաղը լավ եղավ կգնա, եթե ոչ կմնա, քանի որ միանգամից պեդիատրը եւ Էրիկի եւ աղջիկների նույն բժիշկն է, կխնդրեմ իրեն, որ Վիկտորիային նայիր, եթե կարիք լինի, տեղ նշանակի։ Ինչևից է։ Ինչի համար եմ միացրել այս կադրով, իմ հետևորդներից Սիրելիանան հարցեր տվել, թե ինչ տոնային քսուկ եմ օգտագործում։ Տեսեք, վերջի 6 ամիսը ես ամեն օր տոնային քսուկ չեմ օգտագործում, եթե անկեղծ, ամեն օր միայն աչքի տակը այս կորեկտորն եմ օգտագործում, այն էլ ոչ շատ հաճախ, եթե զգում եմ, որ աչքերիս տակը անքնությունից մի տեսակ ավելի շատ մուգ երանգ է ստացել կամ պարկ է առաջացել, նոր քսում եմ։ Հիմնականում ես մաշկս խնամում եմ եւ այդպես ուղղակի աչքերս եմ փոքր ընդգծում, շուրթներ, կարմրաններ եւ վերջ։ Մոտ 6 ամիս կլինի, որ L'Oreal-ի այս սերիան եմ ձեռք բերել, SPF 25 է պարունակում եւ վիտամին C։ 145 համարն է ինձ մոտ, դժգոհ չեմ, այստեղ տված է 32 ժամ պահպանում է, 32 ժամ եթե անկեղծ չի պահպանում, բայց օրվա վերջ կարող ես հանգիստ լինել, որ ինչ է լինի, չի մաքրվելու, իր արդյունքը պահպանում է, արժեքը կարծեմ 14 եվրո եմ սա գնել, ես այսպես, վերջերս ինստագրամով մի էջ կա, բյութի բլոգերի, որտեղ ինքը ցույց է տալիս էժան եւ թանկ մարկաների տարբերությունը կամ նույնությունը, այդ աղջիկը ասաց, որ վերջի 2 ամիսը, սա կարծեմ մի քանի 3 ամիս է դուրս է եկել, այդ աղջիկն ասաց, որ հիմա ինքը սա է օգտագործում եւ իր նույնությունը կարծեմ համեմատում էր կլինիկի հետ, եթե չեմ սխալվում, համենայն դեպս փորձեցի վերցրեցի, ասացի, եթե լավ լինի կօգտագործեմ, եթե ոչ, ոչինչ, արժեքը 6 եվրո էր, ու իսկապես վերջի արդեն վլոգներում, մոտ 3 վլոգ, երբ որ ինչ-որ արդի ենք մասնակցում, սա եմ օգտագործում, տեսեք, կադրը չի ուզում ֆիքսել, կադրը ոչ մի կերպ չէր ուզում ֆիքսել, վերջի 3 վլոգներում սա եմ օգտագործում ու աղջիկներս իսկապես շատ գոհ եմ, թեփոտություն չի առաջացնում, չորություն չի առաջացնում եւ երկար իր արդյունքը պահպանում է մինչև օրվա վերջ, վստահաբար ասում եմ, որ պահպանում է եւ չի էլ մաքրվում, եթե փորձենք անձեռնոցիկով մաքրել, չի մաքրվում, տեղը անգամ չի էլ մնում, Մերկադոնայից եմ վերցրել, Daily Plus ֆիրման է, արժեքը 6 եվրո էր, եթե ցանկանում եք կարող եք վերցրել փորձել, կարծեմ իմը հենց առաջի համարն է, սա էլ էսպես, իսկ կարեկտորը այս անգամ վերցրել եմ Essence, այն անգամ էլ էր Essence-ի մեկ այլ սերիան էր, իսկ սա այս անգամ այս տարբերակում եմ վերցրել, էլի լավ է, նա ավելի թույլ էր, սա մի փոքր ավելի խիտ է, ինձ նա ավելի շատ դուր եկավ, բայց սա էլ վատը չէ ու իսկապես էլի պահպանում է արդյունքը, սա տալիս է, որ պահպանում է, պատրաստված է ալոեով
Եվ պահպանումը չի տալիս, քանի ժամ է պահպանվում։ Բայց իսկապես բավականին երկար պահպանում է աղջիկներս։ Վերջում դիմահարդարումը մաքրելուց նոր տարբերություն զգում եմ։ Սա է այն միջոցները 3, որոնք որպես տոնային քսուկներ ես օգտագործում եմ։ Եթե ինչ-որ բանով կօգնեմ ձեզ, սա էլ է լավը, սա էլ է լավ։ Դե ինչ աղջիկներից ես էլ գնամ հանգստանամ, որովհետև վաղը երկուշաբթի է, արդեն ասացի, ես էլ Երիկն էլ բժշկի ենք, միգուցե Վիկտորիան էլ կմնա տան ու ինքն էլ կգնա։ Այստեղ նայում եմ, տեսնում եմ ինչ-որ կարմիր ցանավորում է դուրս տվել ու դա ոչ թե ինչ-որ բշտիկ է, այլ ուղղակի ցան է, ալերգիկ ցան է։ Ես մտածում եմ, որ քաղցրից է եղել։ Վերջի 1 ամսում քաղցրը սկսել եմ չարաշահել, ինչը որ վատ է։ 3 ինձ թվում է, որ տորթից է եղել։ Մի խոսքով, դա էլ այդպես։ Դա ինձ սիրելիներս, եկեք այսքանով ձեզ հրաժեշտ տամ, բոլորիդ բարի գիշեր եւ բարի առավոտ ցանկանամ, անպայման բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակի վրա, որպեսզի բաց չթողնեք իմ նոր վլոգները։ Բոլորիդ ջերմ համբյուրում եմ եւ կհանդիպենք հաջորդ վլոգում։ Ցտեսություն։